Ինչ է կարել այս ազգի համար այնպիսի արտառոց, որ մի անգամից 5 անգամ ավել եք ստացել։ Կարծես թե պետքա այդ խնամի ծանոթ բարեկամի հանգամանքները վերացներ, բա ինչն էր այստեղ անկատար։ Որ ինքը գրի մի բան, դրա հակառակն անի ու մի հատ էլ գլուխ գովա, որ ինքը ոչ թե ասածն արել, մի 10 անգամ ավել արել, հա։ Այն ինչ որ կա, այն խնդիրները որ կան, շարունակելու են, խորանալու են ու այդպես շարունակվելու է պետության ձախողումը։ Կեղծ, սուտ, կիսաճիշտ, կիսալուրջ, ցինիկ, փնթի, թափթփված, այդ ցուցանիշներով չես կարող դու լինել երկրի ղեկավար։ Գալիս են պետական պաշտոնների են ուզում դիմեն, որ աճեն եւ պետությանը օգուտ տան, պետության մարդիկ լինեն, իրենց առաջ էլ փաստորեն այդտեղից էլ է դեռևս տեղի ունենում ոչ առողջ ֆիլտրացիա ոնց հասկանում։ Որովհետեւ որեցե մեկը գոնե իր նախարարության հաշվապահի կամ աշխատակազմի հետ այնքան մոտիկ է, որ իր ականջին ասում են, թե այն մյուսը իր համարժեք դիրքում քանի տասնյակ անգամ է իրանից ավել վճարվել։ 3.5 տասնամյակա, որ Հայաստանում հանրային ծառայության համակարգը գտնվում է ընթացքում, իր կայացման փուլում է գտնվում, մասնավորապես թե քաղաքացիական ծառայության համակարգը, թե համայնքային ծառայությունը, օրենքները ընդունված են, կարգավորումները շարունակաբար զարգանում են, տարբեր միջոցառումներ ձեռնարկվում են բարելավելու համար գործունեությունը այս համակարգերի, բայց հանրության շրջանում վստահության դեֆիցիտ կա։ Պետական ծառայողի, հանրային ծառայողի նկատմամբ նույնականացում կա քաղաքական իշխանության եւ պետական ծառայողի հետ եւ ընդհանուր առմամբ կա չընդունվածություն, կա անվստահություն։ Արի այսօր դու որպես երկար տարիներ այդ ոլորտում աշխատած մարդ փորձենք մտնել խորքը եւ հասկանալ, թե այս անվստահության պատճառները, արմատները որտեղ են թաքնված։ Հարգելի հայրենակիցներ, մեր ծրագրային զրույցի Հայաքվե հիմնասյուներ թողարկման հերթական ծրագրային զրույցը վերաբերելու է հանրային ծառայությանը, քաղաքացիական ծառայություն, համայնքային ծառայություն, հաշվետվողականության հարցեր, վարձատրության հանգամանքներ եւ այլն, եւ այսօր մեր հյուրը զրուցակիցս Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արամ Պետրոսյանն է, մասնագիտությամբ իրավաբան եւ երկար տարիներ պետական ծառայության տարբեր ստորաբաժանումներում, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ Համժան շնորհակալություն հրավերը ընդունելու եւ այսօրվա այս կարեւոր զրույցը իրականացնելու համար։ Արի հենց այդ հիմնական հարցից սկսենք։ Ընդհանուր առմամբ վստահության դեֆիցիտը ինչ արմատներ ունի, որտեղից է գալիս։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, ինչպես նշեցիք, մոտ ամբողջ անկախության ընթացքում կա այդ հանրային ծառայության նկատմամբ անվստահությունը, դա փորձվեց կանխվել մոտ 2002 թվականից քաղաքացիական մասին օրենքն էլ ընդունվեց, որպեսզի պաշտպանված լինեն աշխատողների իրավունքները, բայց իմ կարծիքով դա էլ ինչ-որ չափով լուծում տվեց, բայց վերջնական լուծում չտվեց։ Խնդիրները բազմաթիվ են, սկսած նրանից, թե ինչպես կարող ես հայտնվել պետական ծառայությունում, հա, երբ որ դու ուսանող ես, ոգևորված ես, սովորել ես, գնացել ես բանակ, պետության նկատմամբ քո հայրենիքի նկատմամբ պարտքը տվել ես, եկել ես ուզում ես ընդունես գործի։ Ստեղից սկսվում է արդեն կամայականությունները, հա, ում ծանոթն ես, արդյոք արժի քեզ ընդունեն գործի, չարժի, քո բանավոր պատասխանները, երբ որ դու միամիտ երեխա ես, դեռ կյանք նոր ես մտել ու տալիս ես ազնվությամբ, արդեն իսկ հենց այդ բայց օգտագործվում են քո դեմ։ Կներես, այ մի բան հասկանանք, էլի, կոնկրետ 2002 թվականին ոնց նշեցիր, այդ օրենքը ընդունվեց քաղաքացիական ծառայության, որը որ այդ ընդունելության process-ը կանոնակարգում է, չէ՞, կարծես թե պետքա այդ խնամի ծանոթ բարեկամի հանգամանքները վերացներ, բա ինչն էր այստեղ անկատար։ Այդտեղ սկսվում է այն, որ օրինակ առաջի կարգը, որ ամենացածր պաշտոնն է համարվում, առաջի կարգի մասնագետները ընդհանուր քննություն են տալի, այդ քննությանը, ասենք օրինակ, տալիս է 10-20 հոգի հիմնականում, քանի որ ինքը առաջի փուլն է ու բավականին մատչելի են հարցերը, բոլորը շատ բարձր թվանշաններ են ստանում, ընդհանուր ամենաբարձր բալերն են հավաքում, հա, այդ դեպքում մնում է դու որոշես, թե ում պետք է տաս նախապատվությունը։ Դից էլ գալիս է, որ դու առնվազն պետքա ծանոթ ունենաս, որը քո համար
կոնկրետ այդ բային աշխատակազմի ղեկավարին հիմա էլ գրասենյակի ղեկավարը անվանակոչվում, իր հետ պետք է բարեխոսի կամ նախարարի կամ ինչ-որ տեղակալի, որ այդ, ասենք, չգիտեմ, 15 հաղթողների մեջ, ամենաբարձր բան հավաքողների մեջ դու հայտնի։ Երկրորդ փուլը, այսինքն երկրորդ փուլի բանը է այստեղ կա, Ոչ թե բանավոր երկրորդ փուլը։ փուլ, այլ իրանք արդեն ի սկզբանե որոշում են, հիմնականում բանավոր քննությունները բոլորը սուբյեկտիվ են։ Նույնիսկ եթե պահանջ կա, որ պետք է հարցատոմսի շրջանակներում հարցերը տրվեն, միևնույնն է, ասենք 20-25 տարվա փորձով մարդը կարող է այնպիսի հարցեր, տոմսից բխող հարցերից ոնց որ ենթատեքստում այլ հարցեր տա, որ այնքան բարդություններ կարող առաջացնի, որ այդ անփորձ երեխան արդեն իսկ կարա խուճապի մատնվի, խառնվի, ունեցած գիտելիքների վրա վստահ չի, որտեղ պրակտիկայում չի օգտագործել, իրավիճակ են ներկայացնում եւ այլն, ու որը ստեղծում արդեն անհավասար պայմաններ։ Մեկ այլ դեպքում, երբ որ իրենց ծանոթ երեխան է մասնակցում այդ մրցույթին, հարցերը պրիմիտիվ են, նախորոք տրվում են, նախորոք պայմանավորվում են ու արդեն իսկ շանսը, որ երեխան առանց ծանոթի կհայտնվի համակարգում, շատ բարդ է։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը, երբ որ դու պետք է ավելի բարձր պաշտոնների տեղափոխվես, ասենք հանրային ծառայության մասին օրենքը, քաղաքծառայության մասին օրենքը տալիս է, որ պաշտոնի համար արդեն բացի առաջի կարգից ինչքան մասնագիտական ստաժ է պահանջվում կամ ինչպիսի գիտական աստիճան է պահանջվում կամ ոլորտային ինչքան աշխատանք է արել։ Այս բոլոր դեպքերում էլի նույնն է գործում, որ աշխատողը, որ ավելի մոտ է իրավարչության պետի հետ, նախարարի հետ կամ փոխնախարարի հետ, էլի ինքը ավելի առաջ է արագ գնում։ Այսինքն կոնկրետ արդեն համակարգի ներսում առաջխաղացումների մասին է խոսքը։ Առաջխաղացումները նույնպես նույնն են։ Նույնը վերաբերում է նաև պարգևավճարների դեպքում։ Ոնց է լինում, որ օրինակ նույն աշխատանքը կատարած նույն վարչության տարբեր աշխատողներ, որոնք գտնվում են նույն հավասար հաստիկների վրա, էականորեն տարբեր են։ Այստեղ նայ գնահատականի հիման վրա է կատարողականի, որը հիմնական ստանդարտ է, հա։ Ես ինքս 2 տասնյակից ավել տարիներ աշխատել եմ, որի ուղիղ կեսը, մոտավոր կեսը եղել եմ ենթակայությամբ աշխատող, մյուս կեսը որպես վերադաս եմ եղել, ինչ որ ստորաբաժանման ղեկավար։ Երկու դեպքում էլ ես տեսել եմ, ասենք, թե ոնց է այդ պարգևավճարների բանը ձևավորվում, հա։ Գրեթե օրինակ ոչ մեկ չի ուզում իր աշխատողին, եթե ինչ-որ անձնական խնդիր չկա, կատարողականը վատ առումով, բացասական առումով դնի, ասենք, բացասական գնահատական, որ պարգևավճարից չզրկի։ Այդ մասով մի քիչ ավելի արդար է։ Արի, բայց այս պարգևավճարների թեման ինքը շատ զգայուն թեմա է, առանձին էսա կանդրադառնանք։ Մի հատ էս հարցը փորձենք ինչ-որ ձևով մինչև վերջ սպառենք, հասկանանք այս աշխատանքի ընդունման, առաջխաղացման թեմաները։ Մի հատ ընդհանուր արի հասկանանք հետեւյալը. մարդը, որ ցանկանում է պետական ծառայող լինի, պետությանը նվիրված աշխատի, ինքը հաստորեն սովորում է ինչ-որ հարցաշարի շրջանակներում տրված ինչ-որ օրենքներ է սովորում, սահմանադրություն է սովորում, ինչ-որ իրավակարգավորումներ է սովորում, գալիս է քննության ժամանակ այդ ամեն ինչը գրում է։ Հետո բանավորի ժամանակ իրեն ինչն են հարցնում, այսինքն ինքը իրեն ինչ-որ խնդիր են առաջադրում, այդ խնդրից է ինքը խոսում, իրա ինչն են ստուգում, այդ եմ ուզում հասկանամ։ Տեսեք, տոմսը բանավորի որ քաշում ես, ինքը ստանդարտ հարց է պարունակում, բայց հանձնաժողովը, որը նստած է, իրավունք ունի այդ հարցի շուրջ արդեն իր ուզած հարցի շրջանակներում հարցեր տա, իբր պարզաբանելու համար։ Ես ինքս բազմիցս եմ եղել թե հանձնաժողովի նախագահ, թե հանձնաժողովի անդամ։ Ինձ համար միշտ կարևորը այն է եղել, թե այդ աշխատակիցը, հա, այդ մարդը օրենքը զուբրիտով է ասում, թե ասում է ընկալելով։ Իմ ենթահարցերը միշտ եղել են, որպեսզի պարզեմ, տրամաբանություն ունի։ Հասկացա, հիշողությունից բացի նաև հասկանալու հանգամանքն է բանը։ Այո, որովհետև կոնկրետ իրավական ամենակարևորը թե դու ոնց ես վերլուծում, հա, դու կարդացիր բառերի շարք ասեցիր, թե կարդացիր, հասկացար, թե դա ոնց պետքա կիրառես աշխատանքում, որովհետև ցանկացած ծառայող, պետծառայող ինքը մեկը օրենքով է շարժվում, հետևաբար ինքը պետքա ճիշտ ընկալի այդ օրենքը, որ կարողանա ճիշտ կիրառի։ Ստեղ է խնդիրը, որտեղ ենթահարցերը կարան շատ
օրինակ հաշվի չառնեն, որ ասենք երկրորդ լեվելը աշխատողների առաջատար մասնագետներն են, հա, որ առաջատարը ինքը սկսնակից մի քիչ է տարբերվում, այդտեղ մի տարվա աշխատանքային փորձը այնքան շատ չի, որ ինքը բոլոր իրավիճակները կարող է ասենք ճիշտ գնահատի, մի քիչ ավելի պետք է իրան մեղմ վերաբերվես, բայց եթե որոշում կա, որ ինքը չպետք է հաղթի, հարցերը այնքան բարդ կարան լինեն ենթատեքստում, որ այդ մարդը շանս չունենա։ Եվ բացի այդ էլ գնահատման համակարգը, որը հանձնաժողովը դնում է, չկա սահմանված, թե ինչպիսին պիտի դնի։ Դու ինքդ ես որոշում, ասենք, հա, կոնկրետ ասենք 5 բալանի դեպքում այդ պատասխանը գնահատես 3, 4 թե 5։ Եվ երբ որ աշխատողը նույնիսկ դիմում է դատական ատյաններին, որը ասի, որ ես լավ եմ պատասխանել, միևնույնն է, ասենք զուգահեռներ չեն կարող տանել այդ մրցույթի հաղթողի հետ։ Այստեղ կաշկանդված է, որ այդ մարդը գնա ասի, հարգելի դատարան, գիտեք ինչ կա, ես սենց եմ պատասխանել, որը գտնում եմ լիարժեք է եւ օրենքը լրիվ փակում է այն պատասխանը, բայց հաղթողա ճանաչվել օրինակ դուք Մենուա ջան, բայց ձեր պատասխանը լիարժեք չի եղել։ Ընդհանուր առմամբ, բայց տպավորություն կա այնպիսի, որ երիտասարդների մեջ հատկապես ձգտումն ավելի շատ է գնալու մասնավոր ոլորտ, որտեղ աճը ավելի շատ է լինում, մասնագիտական ազատությունը գործունեության ավելի շատ է լինում, որպես կանոն այդպիսի տպավորություն է։ Նաև վարձատրությունը ավելի եւ ճկուն է լինում եւ ավելի շատ հնարավորություն է լինում։ Փաստորեն այդ պարագայում, երբ որ երիտասարդության մեջ ավելի շատ ձգտում կա գնալու դեպի մասնավոր ոլորտ, այն մնացած հատվածն էլ, ովքեր որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նաև իրենց հանձնառությունից ելնելով գալիս են պետական պաշտոնների են ուզում դիմեն, որ աճեն եւ պետությանը օգուտ տան, պետության մարդիկ լինեն, իրենց առաջ էլ փաստորեն այդտեղից էլ է դեռևս տեղի ունենում ոչ առողջ ֆիլտրացիա, ոնց հասկանում եմ։ Դե նայեք, օրինակ Այստեղ սրա համակարգային լուծումը հենց որն է, էլի Արամ ջան, ասինքն այստեղ եթե ենթադրենք դու ես եղել հանձնաժողովի նախագահ, փորձել ես հարցերը տալ ըստ էության, որպեսի պարզաբանես մարդը ինչքանով է հասկանում, ըստ դրա կատարես ընտրությունը։ Դա բայց սա անձնային գործոն է, սա ֆունկցիոնալության հետ կապված է։ Սրան ոնց կարելի է համակարգային լուծում տալ։ Այս խնդրին ոնց համակարգային լուծում տանք, որ այսպես նախ չի։ պետք է հասկանալ, թե ինչի է մարդը գերադասում մասնավոր աշխատանքը պետական աշխատանքից, հա։ Առաջի պայմանը, ինչպես դուք նշեցիք, դա հենց ֆինանսականն է, որտեվ շատ էական է տարբերությունը աշխատավարձների։ Օրինակ ես 2002 թվականին եմ առաջի պետական պաշտոնը զբաղեցրել ու հիմա կարող է շատ ծիծաղալի լինի, 19,000 դրամ էր իմ աշխատավարձը։ 19,200 դրամ, հիշում եք, հա, այն ժամանակ քարտով չէր, հաշվապահով էր, դե մի հատ առնվազն մի հատ քաղցրի տեսքով էր շնորհակալությունը էր հայտնում, Այն 200 չէիք վերցնում։ 40 լիտր բենզին էի գնում, որպեսզի մեքենան գոնե մի շաբաթ օգտագործեի զուտ, որ գործի գնայի գայ, մնացածն էլ 5,000 դրամն էլ տալիս էի հեռախոս էի լիցքավորում, որը 20 րոպե էր ինձ տալի ամբողջ ամսվա ընթացքում։ Բնականաբար, եթե դու պատրիոտ չես հայրենիքի, դու չես պատկերացնում, որ պետքա գնաս ու այդ տարիքում, քանի որ նոր ես եկել բանակից, դեռ ընտանեկան պարտավորություններ չունես, երեխայի հարցերը չպետքա լուծես, եթե մի քիչ շատ ես սիրում քո հայրենիքը, գերադասում ես, որ ինչ-որ բան ուղիղ անես հայրենիքի համար։ Չեմ ուզում նսեմ ասնել մյուս ոլորտի աշխատողներին, բնականաբար բոլորն են հանուն հայրենիքի անում, բայց պետծառայողը, երբ որ 19,000 դրամի շրջանակներում մտնում է աշխատելու, այդ շատ կարևոր է հասկանալ, իր մոտիվը որն է, ինքը մտնում է, որպեսզի իր երկրի համար մի բան անի, թե մտնում է, որպեսզի այն հայտնի մաղարիչի համար գա, հա, այն կոռուպցիան։ Այստեղ երբ որ իսկ հիմնական երիտասարդները իրենք շատ մաքուր են քան ավելի երկար աշխատածները, որոնք արդեն մախվել են կյանքի իրականությունների հետ ու այլ ձև են մտածում։ Բայց մեծ դեր է խաղում անկեղծ վարձատրությունը, որը մինչ օրս է շատ ցածր է մնում, ժողովրդի մեջ հայտնի էլի պայմանավորվեցինք քիչ անց կխոսենք, այդ պարգևավճարների թեզն է, որը երևի աշխատակազմի 1 կամ 2%-ին է վերաբերում։ Հիմա այդ դա արի բացենք մի քիչ ավելի լայն ձևով, արի ընդհանուր առմամբ ֆինանսներից ոնց որ ասած սկսենք, ֆինանսական փոխհատուցումը, պետական ծառայողի ֆինանսական փոխհատուցումը։ Նախ հասկանանք ընդհանրապես ոնց է զարգացած երկրներում
ստորին ու վերին օղակները, պարզ է, վերին օղակը պատասխանատվությունը ավելի բարձր է որոշումների կայացման հարցում, կատարողականի հարցում եւ պարզ է, որ վերին օղակը ավելի շատ պետք է վարձատրվի։ Առհասարակ այս տարբերությունը, որ ստորին ու վերին օղակների միջև կա, դա նորմալ տարբերություն է, թե չափազանցված է ու պետքա որ այդքան լիներ, ասենք տարբերությունը, ասենք ավելի քիչ պետքա լիներ, թե նորմալ է պարզապես եւ վերինի աշխատավարձնա ցածր եւ ստորինի աշխատավարձնա ցածր։ Մի հատ այս բաշխվածությունը փորձենք Սկսեմ վերջից, որ երկու դեպքում էլ ցածր է, որովհետև այն պատասխանատվությունները, որ կրում են մարդիկ, ու այն պարտականությունները, որ կատարում են, հաստատ համարժեք չի վճարում, եթե խոսում ենք զուտ աշխատավարձի մասին, զուտ աշխատավարձի մասին, որովհետև այն իմ ասած վկայակոչած ամենացածր պաշտոն զբաղեցնողը ըստ էության նվազագույն աշխատավարձն է ստանում օրենքով սահմանված, որը բոլորիս էլ հայտնի է, որ չի կարող բավարարել, օրինակ, 22 տարեկան երիտասարդ աղջկան կամ տղային, որ տուն գնի իրան, երեխա ունենա, ամուսնանա, ասենք ակնհայտ է, որ դու մարդուն այնքան ցածր ես վճարում, որ ինքը մինչև այսօր էլ իր ստացած աշխատավարձով առավելագույնը կարա լուծի այն խնդիրը, որ գա հասնի գործի, վերադառնա։ Եթե այդ ընթացքում շաբաթը 1-2 անգամ էլ ընթրիք է անում կամ, չգիտեմ, ընդմիջմանա դուրս գալիս, ինքը արդեն բավականին առաջ է գնաց։ Հետևաբար, չէ, ինչպես է ձևավորվում այդ աշխատավարձի չափերը, ըստ պատասխանատվության, ըստ այդ պաշտոնով ակնկալվող աշխատանքի ու դրա հետևանքների, Չմոռանանք, որ որոշ դեպքերում պետական ծառայողները նույնիսկ նյութական պատասխանատվություն են կրում։ Պատկերացնենք մարդ, որ ստանում է 300,000 դրամ կամ 350,000 դրամ, բայց ստորագրում է 45 միլիարդի տակ, որը եթե հետագայում ինչ-ինչ ատյաններով անցնի, ինքը նյութական պատասխանատու անձ է։ Մենակ դա բավարար է, այսինքն ի՞նչն է պատասխանատվությունը, վտանգավորությունը, կյանքի վրա ուղիղ ազդեցություն, դրանք բոլորը այն կոմպոնենտներն են, որոնք հաշվարկում են նախորդ բանաձևը, թե ինչպիսին պիտի լինի կոնկրետ պաշտոնի բանը։ Օրինակ, բարձր լեռնայինում ես աշխատում, թե ոչ, քիմիկատների հետ ես աշխատում, թե ոչ, դրանք բոլորը նախորդ ոնց որ որոշում են, կանխորոշում են, թե այդտեղ զբաղվող մարդը ինչքան պետքա վարձատրվի, բայց բոլոր դեպքերում քիչ է։ Այլ բան է պարգևավճարները, սա մի ուրիշ թեմա է, որը իրականում առասպել է դարձել Հայաստանում, բայց օգտվում են այդ օրենքից բացառապես 18 թվականի հեղափոխություն ասեմ, իշխանափոխություն ասեմ, դրանից հետո հիմնականում այն մարդիկ, ովքեր կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունեն, ուղիղ ասեմ, այն մարդիկ, ովքեր կամ քաղաքացիական պայմանագրի ուղիղ անդամներ են, չգիտեմ, որ լեվելի, տարբեր լեվելների, կարևոր չի, կամ ուղիղ ազգակցական կամ այլ կապեր ունեն, որովհետև հենց հիմա էլ դիմացա ամանորա ու լավ գիտեմ, որ շարքային աշխատողները, բացի այն ինչ-որ օրենքով իրենց պարգևավճարները հասնում է կատարողականի դիմաց, 80-ից 100% մոտավորապես ստանալու են տարեվերջյան հաշվետվության համար, լրացուցիչ տնտեսված միջոցների հաշվին ստանում են բացառապես քաղաքական ուժի ներկայացուցիչները եւ դրանք անգամներով են, որոնք օրենքով չեն կարգավորված, պետք է որ մեր հեռուստադիտողը հիշի, կա այտենց վարչապետի ակնհայտ ապօրինի որոշում, որով ինքը ասում է, թե ինչպիսի գաղտնի որոշում, որով ասում է, թե ոնց պետքա պարգևավճարները տրվեն։ Այնինչ դա պետքա լիներ միայն բացառապես օրենքով, Այդ օրենքի մասին արի հիմա խոսենք, Արամ ջան, այդ օրենքը կա, որը հստակ սահմանում է, այսինքն այդ պարգևավճար տալը պետք է հասկացությունը կա, այսինքն դու դրանից դուրս չես կարող գալ, Այդ պարգևավճար չի նշանակում, որ ղեկավարը ում ուզած վճարես միանշանակ համաձայն։ Դա հստակ պետքա տակը ունենա չափման միավորներ, կատարողականի ցուցիչներ, պետքա կարողանաս մարդու աշխատանքը չափել։ Մի հատ արի հասկանանք նաև հենց այս պարգևավճարի ընդհանուր իմաստը, տրամաբանությունը եւ նաեւ օրենքով ոնց է սա կարգավորվում, օրենսդրական կարգավորման խնդրեմ ունի թե չունի, եթե չունի, ապա ինչն է պատճառը, որ այսօր մի հատ հանրային ընկալման մեջ sense մի հատ բան կա։ Մարդկանց թվում է, որ բոլոր պետական ծառայողները պարգևավճարներ են ստանում, այնինչ այդպես չի, փաստորեն, շատ քիչ բան են ստանում հանրային ծառայողների մեծ մասը այդ պարգևավճար ասացի հետ կապված շատ չնչին բան են ստանում,
իսկ շատ ավելի փոքր մասը արտոնյալ վիճակ, ինչպես որ նշեցիր, շատ մեծ բան է ստանում։ Մի հատ արի այս թնջուկը հասկանանք, տեսնենք ոնց է։ Ուղիղ ցիտենք օրենքը ոնց է ասում, շատ պրիմիտիվ է, ինքը մեկնաբանման կարիք չունի, դրա համար պետք չի բարձրագույն իրավաբանական կրթություն, որ հասկանաս թե ինչ է ասում օրենքը։ Ուղիղ կարդամ, հետո սկսենք հերթով գալ հարցերին, հա։ Պարգևատրումը ինքը միանվագ վճար է պետական պաշտոնների եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի գնահատման հատուկ առաջադրանքների որակյալ աշխատանքների կատարման համար։ Հիմա ամենացծուն բանը, որ վերջի 2 օր անդադ քննարկվում է մամուլում, ազգային ժողովի падգամավորներն են 107 հոգի, ինչպես մենք գիտենք, մենք չենք տեսել, բայց ըստ մամուլի հրապարակումների բոլորը անխտիր ստացել են 3 միլիոն դրամ պարգևավճար, հա։ Առնվազն եթե օպոզիցիոն ուժերն են դրա մասին հայտնում, առնվազն իշխող ուժի ներկայացուցիչները գոնե 3 միլիոն է ստացել, եթե ոչ ավել։ Այդպիսի պարգևավճար ուղղակի չի կարող լինել, թե չափի առումով, հա, ասենք, չգիտեմ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը բանակային ծառայող մենակով մտնի, հիմա մեր հայրենիքը Շուշին ազատագրի մենակ ու բերի տա մեզ, իրա պարգևավճարի չափը նախ մեկ ոնց որ դրույքը չպետք է անցնի, հա։ Հիմա այս մարդիկ օրենքի խախտում է տեղի տասնյակ անգամով ստացել են, հա, կամ 5 անգամով, 6 անգամով, ասենք 5-6 անգամ ավել են ստացել են անխտիր բոլորը։ Թող հիշեցնեն օրինակ, բացի նրանից, որ Ալիևին ու Էրդողանին տեց, հա, քինքին հաճելի բաներ են անում, ի վնաս հայկական շահի, որը առանձին էլի խոսակցություն է, եւ հետագայում տա Աստված հունիսին իշխանությունը փոխվելուց հետո իրանք բոլոր պետք է արդարադատության առաջ կանգնեն, թե ինչի են մեր պետական շահը ստորադասել, ստանում են իրենց աշխատավարձի հասանելի 5-պատիկը, 6-պատիկը, այդ ինչ է կարել։ Ուզում եմ հասկանամ, հա, այդ որ արտառոց բանն է, դուք Վիկտոր Համբարձումյանն եք այնպիսի գյուտ եք արել, որ ամբողջ աշխարհը վերջի 6 ամիսը միայն հայ ժողովրդի մասին է խոսել, չգիտեմ, Լևոն Արոնյանն եք օլիմպիական չեմպիոն եք դարձել շախմատի, Արտուր Ալեքսանյանն եք, ինչ եք արել այս ազգի համար այնպիսի արտառոց, որ մի անգամից 5 անգամ ավել եք ստացել։ Դեպքեր կան էլի ըստ մամուլի, որ 10 անգամով են նախարարները ավել ստանում, տարբեր բաներ են խոսում, հա, չեմ ուզում գնամ բամբասանքի, փաստը ունենք, որ տասնյակ անգամով մարդիկ ավել բան են ստացել, ու այն ստացող աղջիկը ազնիվ կանես Քրիստինա Վարդանյան, հա, ասում ես կյանքում սենց վճար չեմ ստացել, այս ինչա։ Այսինքն ինչի մասին է խոսք, հա, եթե ասում են կոռուպցիա չկա, եթե սա կոռուպցիա չի, եթե սա չարաշահում չի, եթե սա պետական միջոցի վատնում չի, ապա ինչը, հա, եթե այսօր մեր երկրում մեկը արտահայտվում է, որ ես իմ եկեղեցին սենց պիտի պաշտպանեմ, կամ չգիտեմ, Արցախի իմ հայրենիքն է, դրա համար ինչ-որ քրեական հետապնդման են ենթարկվում, արդեն չգիտենք քանի տասնյակ ունենք, բայց սա ինչ է, սա կոնկրետ իմիջիալոց են նախորդ ասած սա, հա, եթե իշխանություն փոխվի, ասեցի չէ, որ կան պաշտոններ, որոնք պետքա փոխհատուցեն իրանց կայացրած որոշումների համար պաշտոն զբաղեցնող անձիկ։ Սրա հետևից էլ պետքա գնաս ու ասես, որ օրենքի, որ կետով ես դու լիազորված եղե, այդ ինչպիսի հաշվետվություն ես տեսել, որ օրինակ մոտապես ազգային ժողովում 1 միլիոն դոլար պարգևավճար եք տվել։ Այն երկրում, որտեղ կենսաթոշակ առուն ուղղակի արդեն բաժանորդել չի հեծի, գազի բաժանորդ չի, հա, ինքը արդեն տարիներով մոռացել է, չգիտեմ, ջուր է խնդրում հարևանը տաքացնի տա իրան, որ ինքը չգիտեմ իրա ճաշը հարևանի տանն է էփում, այդ պայմաններում կներեք, բայց առնվազն անբարոյա այս կարգի պարգևավճարներ իրանց որ տալիս են։ Հա, իհարկե, էլ դե մենք չենք ասում, մենք այս դեպքը օրինակը լսեցինք, սրա մասին ենք խոսում, բայց չենք ասում գործադիրում ինչեր կարող է կատարվել, այդքան նախարարություններում, այդքան կառավարության ենթակա մարմիններում, վարչապետի ենթակա մարմիններում, եւ ընդհանուր առմամբ, երբ որ ծանոթանում ենք այս մյուս օրենքին, նաեւ հանրային ծառայության մասին օրենքին, այդ օրենքի մեջ եւ ընդհանրապես սահմանադրականության սկզբունքա պետական ծառայողների, հանրային ծառայողների հաշվետվողականություն, այսինքն երբ որ դու հանրային միջոցը օգտագործում ես
նշանակալի տարբերվող ձևով, ենթադրենք մեծ պարգևավճար ես տալի, ապա դու հանրությանը պարտավոր ես դրա հիմքերը ապահովել, դրա հիմքերը տալ, որպեսզի հանրության մեջ չառաջանա այդ վստահության դեֆիցիտը։ Ու եթե բնականաբար ոչ արդար ձևով ես դու դա անում, այդ վստահության դեֆիցիտն էլ դրա համար ունի արդարացի պահանջներ։ Հենց այս հարցերից մեկն էր, որ հենց այս մասին ենք որ խոսում ենք, որ թե որտեղից է գալիս այդ վստահության Մենուա ջան, դեֆիցիտը։ օրինակ քաղաքացիական օրենքը երբ որ կարդում ես, ինքը մենակ պարտականություններ չի տալիս, ինքը նաև իրավունքներ է տալիս, այդ թվում աշխատողի աշխատանքային իրավունքներն է փորձում պաշտպանել, բայց տեսեք, հա, մենք մի քանի 100,000 պետծառայողներ ունենք տարբեր մակարդակներում, տարբեր տեղերում, հա, գրեթե որևիցե մեկը երաշխավորված չի, որ օրենքը այն դրույթներով, որ իրան պետքա պաշտպանի, պաշտպանում է, գոնե գործադիրում եւ դրանքից մարմիններում, հա, եթե վերցնենք ստատիստիկան, ցավոք սրտի ես այս բանին չունեմ, բայց աշխատանքային վեճերը դատարաններում պետությունը հիմնականում պարտվում է, հիմնականում, ու այդ տոկոսը շատ մեծ է, 90%-ից ավել է։ Բազմաթիվ են դեպքեր, որ ամբողջ վարչություններ են ազատվում, օրենքի դրույթները չի պահպանվում, դատական վեճերը գիտենք, դատանը գեր ծանրաբեռնված են, հա, տարիներով գնում է։ Նախ այդ քաղաքացին ոնց պետքա ապրի, եթե ինքը չի վարձատրվում եւ տարիներով նաեւ դատական քաշքշուկը բերում է ֆինանսական հետևանքների, հա։ Հետո պետությունը պարտվում է, դիցուք ասենք 70 հոգի վերականգնվում է, այդ 70 հոգուն էլ հարկադիր պարապորտի համար վճարում է, դրանք միլիարդների են հասնում, օրը կգա, որ համապատասխան մարդիկ կզբաղվեն, դրա հետևանքները կլինի, այսինքն այս երկրում այդ անարդարությունը օդից չի գալիս, հա, եթե 100,000-ավոր մարդիկ հենց այս նոր տարվա շեմին պարգևավճարները տեսնում են, իսկ ոնց ուզում ես արա դա գաղտնի չի մնում, որովհետև որեցե մեկը գոնե իր նախարարության հաշվապահի կամ աշխատակազմի հետ այնքան մոտիկ է, որ իր ականջին ասում են, թե այն մյուսը իր համարժեք դիրքում քանի տասնյակ անգամ է իրանից ավել վճարվել։ Հետևաբար այդ անարդարությունը ոչ թե հենց ժողովրդի մոտից է գալի այդ առումով, հենց իրանք են չէ պատմում, իրանց ընկերներին, իրանց ընտանիքին, անտրամադիր գնում ես, կինը հարցնում է ինչ եղավ, դու ասես որ քո հանդեպ անարդար են վերաբերվել եւ այլն։ Այսինքն դա հենց իրանցից է դուրս գալիս այդ անարդարը։ Կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց միլիոնների մասին էր խոսքը, որ մի հատ փոքր համայնքի օրինակով էլի Լոռու Գյուլագարակ համայնքի մասին, որ 7 գյուղ ընդամեն իրար հետ աշխատակիցներ են ազատվել գործից, այդ ազատվողների համար բնականաբար ապօրինի հիմքերով դատական գործընթացը հարուցվել, դատի են տվել։ Այդ դատի ընթացքում համայնքի բյուջեից վճարվում են փաստաբանները, այսինքն համայնքապետի գործողություն, դա անձի գործողություն է ըստ էության։ Բայց ու այդ անձի գործունեությունը դիցուք ենթադրյալ ապօրինի գործունեություն է, բայց դրա համար այդ ապօրինի գործունեությունը փաստաբաններով պաշտպանելու համար միլիոններ դուրս էր գրվել։ Հետո էլ պարտվում են մի հատ էլի պետական բան բյուջեից, համայնքային բյուջեից, որ ենթադրենք ասենք պետքա գնար, չգիտեմ, աղբահանության խնդիրը լավ լուծելուն, կանաչապատման եւ այլն, ասենք տարվում է, վճարվում է այդ ամեն ինչը։ Հիմա գանք նաեւ հանրային ծառայության ոլորտի մի հատ ուրիշ կարևոր հարցի, ընդհանուր առմամբ հաշվետվողականության թեմային, հաշվետվությունների թեմային։ Ես երբեմն նայում եմ նախարարությունների, տարբեր գերատեսչությունների կայքեջեր ուսումնասիրում եմ, ուզում եմ տեսնեմ հաշվետվությունները, ինչ ընդհանրապես հաշվետվությունները ժամանակին են լինում, թե ժամանակին չեն լինում։ Առհասարակ քաղաքացուն, երբ որ տվյալ քաղաքական ուժը խոստում է տալի, որ ես գամ իշխանության 5 տարվա ընթացքում անելու եմ այս բաները։ Դրա հետ կապված այն հաշվետվությունները, որ հետո յուրաքանչյուր տարի սկսում են տալ, ինչքանով է կապված իրենց տված խոստումների հետ, մեկ, եւ արդյոք այն ձևը, որ հաշվետվությունները գրվում են, դա բավարար է նորմալ մակարդակի հաշվետվողականություն ունենալու համար։ Այսինքն դիցուք գրում է այս տարվա ընթացքում կատարվել է այսինչ ծրագրերը, զուտ քանակական առումով նշվում է, որ ինչեր են կատարվել, բայց դրանց որակական բնութագրիչների հետ կապված ոչ մի համոզիչ բան դու չես կարողանում տեսնել։ Արածդ ինչ ազդեցություն է տվել, ինչով է քաղաքացու մատից փուշը հանել։ Այս համակարգի հետ կապված, այս հաշվետվողականության
անկատար լինելը, ոչ թափանցիկ լինելը, սա եւս կարծում եմ, որ այդ վստահության դեֆիցիտի բանն է։ Հա, իհարկե ճիշտ եք, միանշանակ ասեմ, հա, ուրեմն էլի պետքա հարցը բաժանենք երկու մասի։ Այն տակի շերտը, որ ինքը աշխատում է, իրանք ուղղակի օրենքի պահանջը իրավունք չունեն հաշվետվությունը չներկայացնեն, դա ուղիղ հեռացման հիմք է։ Իրանք ներկայացնում են իմ գոնե աշխատած տարիներին մինչև 2021 թվականը, ես ուղղակի բացառում եմ, որ չներկայացվեր, եթե Աստված չանի այդ մարդը ինչ-որ մահամերձ կամ ես իմ ինչ վիճակում չէր, միարժեք ներկայացնող էր։ Այլ բան է, կառավարություն իր ներկայացրած ծրագիր եւ դրա թափանցիկություն։ Հիմա ստեղ այն մի հատ հայտնի անեկդոտ կա, որ ասում է դու էլ ասա, հիմա մեր կառավարությունը, եթե հարցնում ենք, ասում է ես Հադրութը վերադարձրել եմ։ Ոչ միայն Հադրութն եմ վերադարձրել, հետն էլ մեր անկախությունն եմ բերել, մինչև այդ մենք անկախ չենք։ Եթե դու մի քանի հազար զոհ ունես, երկրիդ 25%-ը կորցրել ես ու ասում ես ես չգիտեմ, պապ թագավորն եմ, տրթատ թագավորն եմ, ամեն ինչ եմ, Աստված եմ, Հիսուսի կողքը կանգնած եմ, Հայաստան իր պատմության մեջ այսքան անկախ չի եղել, այս էլ իրանց թափանցիկությունն է, ինչ ուզում են խոսում են։ Իրականում Մենոյա ջան, այս կառավարությունը ոչ թե հիմա առնվազն 2023-ին պետք է ավտոմատ հրաժարական տալ։ Չգիտեմ աշխարհում էլի ավելի հետամնաց, էլի ավելի ստախոս իշխանություն կգտնես թե չէ, որ ինքը գրի մի բան, դրա հակառակն անի ու մի հատ էլ գլուխ գովա, որ ինքը ոչ թե ասածն արել, մի 10 անգամ ավել արել, հա, երբ որ կոմբի կերը բերում են, անասնակերը բերում են ու ասում են, այս դուք պետք է ուտեք, հետն էլ գլուխ են գովում, որ սա ձեռք բերում է, այն օրինակներն են բերում, որ ոչ դրա համար կրթություն պետք լինի, ոչ դրա համար չափահասա պետք լինել, հա, 7 տարեկան երեխան էլ ինձ թվում է, եթե նայես եթերը հասկանալու է ինչ եմ ասում։ Դու եկար Շուշին հանձնեցիր, ասիր մենք դրանով անկախություն ձեռք բերեցինք։ Աշխարհի պատմության մեջ էլ չգիտեմ, այտենց իշխանություն, որ ինքը իր երկրի տարածքները տալիս ասում հաղթել է։ Էս է իրանց թափանցիկությունը։ Դե հա իհարկե, նայում ես կառավարության նիստերը ողբդ գալիս է, հա, որից է մեկը գրեթե adekvat չի։ Ես 18 թվականին, քանի որ լուրջ թեմաների շուրջ քննարկում չկա, լուրջ ասենք այդպես պետական, հայեցակարգային ասենք ինչ-որ մոտեցումների քննարկում չկա, ինչ-որ կենցաղ է մենակ քննարկումը։ Տեսեք, այդ մենք հետ գնանք ամենաառաջի մեր խոսածածին, հա, ոնց են աստիճանաբար բարձրանում։ Դուք էլ հիմա Մենոյա ջան, պետ համալսարանի հարգարժան դասախոս եք եղել, հա, որտեղից եք սկսել, ընդունվել եք համալսարան, սկսել եք սովորել, հասել եք մինչև պրոռեկտորի, այսինքն ամենաբարձր երկրորդ պաշտոնին, հա, դա տասնամյակներ է տևել։ Առնվազն մի երկու տասնամյակում նոր հասնում է մարդը այդ կետին։ Հիմա վերցնենք իրավիճակ, որ դուք չունեք բարձրագույն կրթություն, որը շատ էլի լավ չի, բայց նորմալ է ու մեր հասարակության 80%-ը չունի բարձրագույն կրթություն, հա։ Մեկ էլ հենց դուք կամ ես մեր վրա օրինակը բերենք, հա, ինչ-որ ձեր ասած, նոր ասացիք Գյուլաքարակ համայնքից օրինակ, Գյուլաքարակ համայնքում ծնվել ենք, մեր 3 միլիոն բնակիչներից մեկն ենք, ու առաջարկ եք ստանում, արի համալսարան պրոռեկտոր։ Այս իրենից չի կարելի այդ 20 տարին օրենքում չի գրած։ Դա պետք է, որ դու հասնես այդ մակարդակին։ Եթե դու այդ ճանապարհը չես անցնում, չես կարող գալ ու դառնալ այնպիսի պաշտոնի պատասխանատու, որը դու չես պատկերացնում։ Հիմա մի հատ դեղին մամուլի ներկայացուցիչ, որ շատ մութ անցյալով հայտնի է ու բոլորը գիտեն իր պատմությունները, մարտի 1-ին դերակատարությունները եւ այլն, հայտնում է գործադիր իշխանության ամենաբարձր կետում։ Եթե դրանից հետո դու ուզում ես գնահատես, պարտադիր չի որեցե կոնկրետ կառավարության նիստ նայես։ Մի նիստ նայում ես բավարար է հասկանալ, որ այս մարդը որից է դեպքում ոչ թե ծրագիրը չի կարող պահել, ոչ թե թափանցիկություն կարող ապավել, ինքը մնացել է իր այն մակարդակում, որտեղ ինքը մինչև 2018 թվականներ կեղծ, սուտ, կիսաճիշտ, կիսալուրջ, ցինիկ, փնթի, թափթփված,
այդ ցուցանիշներով չես կարող դու լինել երկրի ղեկավար։ Ղեկավարածդ երկիրն էլ այսօր է հասցնելու, որ ոլորտից խոսանք դրա պատասխանը կա, չես մա թոշակները չեն բարձրացնում, որտեվ թոշակառուն չգիտի ոնց ծախսի։ Այդ ոնց եղա, որ դու գիտես ոնց պետք է ծախսեն, չունենալով կրթություն, բայց մենք ունենք լիքը թոշակառուներ, որոնք պրոֆեսորներ են, դոկտորներ են, այսինքն պրոֆեսորները չգիտեն ծախսելու ձևը, կիսագրագետը գիտի։ Շատ ուժեղ է, էլի այս համադրության մեջ։ Քաղաքական ծրագրի տապալումը չանելը քաղաքական պատասխանատվություն։ Ուղիղ հետևանք պետք է առաջացնի։ Դա բնականաբար այդպես է, իսկ ինչ վերաբերում է գերատեսչությունների հաշվետվողականությանը, սա մի քիչ արդեն մի փոքր ավելի առանձնացված խնդիր։ Իհարկե, այստեղ կապ ունի թե քաղաքական պատասխանատուն ղեկավարը ով է, ինչ աստիճանի է իրեն հետաքրքիր այդ ամեն ինչը, բայց ամենայն դեպս նաև ոնց որ գալով մեր հաջորդ այսպես թեմային, պետական ծառայության, հանրային ծառայության ինքնավարության թեմային, էլի, այսինքն այս միշտ է սա եղել։ Սա միշտ է եղել, որ պետական հանրային ծառայողը անկախ չի եղել, ինքնավար չի եղել։ Ես չեմ ասում անկախ բացարձակապես կամ ազատ բացարձակապես, տենց չի լինում, բնականաբար ինչ որ մարդիկ սահմանափակումներ, բնական կաշկանդվածություններ պետք է ունենան։ Բայց մենք ունենք չէ իրավիճակ, ասենք մանավանդ որ էլ շփումներ, բաներ կան, որ պետական ծառայողները այս իրավիճակի հետ կապված մեղմ ասած խիստ դժգոհություն են հայտնում, ես ամենամեղմ բառերով եմ բնութագրում։ Բայց իրենք իրենց որպես քաղաքացի կարծիքը հայտնելու, նաև ներսում ներքին օղակներում մասնագիտական կարծիքը հայտնելու սահմանափակ հնարավորություններ ունեն կամ ընդհանրապես հնարավորություններ չունեն։ Սա եւս կարծում եմ շատ բացասական առումով կարևոր հանգամանք է, որը որ թույլ չի տալիս, որը որ պետությունը ձախողման է տանում։ Պետական համակարգի, պետական ծառայության համակարգի, հանրային ծառայության համակարգի ինքնավարության այս խիստ ճնշված վիճակ, ինչ կարծիք ես։ Միանշանակ ճիշտ եք, Մենուա ջան, հա, ինքը չի կարող բացարձակ անկախ լինել այն պարզ պատճառով, որ կառավարությունը ինքը իրանով մի ընդհանուր մարմին է, հա, ամեն իր այս բան 11 նախարարություն ունի, չգիտեմ, այնտեղ տարբեր կոմիտեներ ունի կառավարության ենթակա, ինքը պետքա գործի ընդհանուր ծրագրի շրջանակներում, բայց միևնույնն է, այդտեղ երբ որ դու արդեն գալիս ես առանձին մարմինները, միանշանակ դեր է կատարում, ինչպիսի կրթություն ստացած մարդ է եկել այդ ղեկավարի, որովհետև եթե գնանք ասենք ցանկացած նախարարություն գլխավոր մասնակետ իրանից շատ քիչ բան է կախված, ինքը մի հատ ոլորտի, այդ ոլորտի ենթավորորդում առանց որոշումներ կայացնելու իր լիազորություններով օժտված կատարող անձ է, ինքը չի կարա իրավիճակ փոխի, բայց եթե նախարարը ունի համապատասխան գիտելիքներ, համապատասխան կյանքի փորձ, համապատասխան շփումներ, մարդկային հարաբերություններ պահել, որտեղ էլի մեկը կարևոր է, ցանկացած կոլեկտիվում, այդ թվում կառավարությունում դու պետքա կարողանաս հարաբերություններ պահպանես քո գոլեգաների հետ։ Հիմա եթե այդ բաներով օժտված չի մարդը, ո՞նց է ինքը կառավարելու։ Ասենք ես օրինակները բերեմ լավերը, վատերը չբերեմ, հա, որոնք հանրության մեջ հայտնի են։ Կա այտենց մար այս երկրում, որ կարա օրինակ իմ նախկին ղեկավարներից մեկին օրինակ Վաչե Գաբրելյանին արատավորող բան ասի։ Չկա, նույնիսկ Բամբասանքի մակարդակում երբեք իր մասին չի եղել, որից է խոսակցություն, հա, բարձր մարդկային որակներով օժտված, գիտելիքների մակարդակն էլ տար աստված, որ մեր ազգի մեջ այդ տոկոսը շատ բարձր լիներ, հա։ Հիմա այդ մարդու կողքը գալիս են մարդիկ, որոնք հիմա են սովորում տարբեր բաներով, հա, падգամավորներից բռնածես, վերջերս էլ են մի падգամավորը, որ կրթություն բառը ռեյով էր արտասանում շեշտադրված, չեմ ուզում իր շատ ավելի վատ բաները ասեմ, ընդամենը որ բարձրագույն պաշտոն զբաղեցրեց, հա, ազգային ժողովում, ոնց կարա մարդը, որը կրթություն չունի, համապատասխան գա նստի միտեղ ու այդ ոլորտը չձախողի, չտապալի եւ ինքը լինի ինքնուրույն։ Երբ է մարդը ինքնուրույն, երբ որ ինքը իր գիտելիքների վրա վստահ։ Օրինակ, երբ որ ես առաջի օրը մտա պետական ծառայության,
Ինչքան էլ համալսարանում լավ էի սովորե կամ վատ էի սովորե, գումարած դրան էլ 2 տարի որ պարտադիր զինվորական ծառայություն էի անցել, մի մասը մոռացել էի։ Բնականաբար սկզբի փուլում այդ չի ազդել երբեք իմ մարդկային փոխհարաբերությունների վրա, բայց իմ աշխատանքային ուղիղ մասնագիտականի վրա մեծ ազդեցություն ուներ։ Երբ դարձա ինքնուրույն, երբ որ արդեն տիրապետեցի ոլորտին, երբ որ դու չես տիրապետում, որ դու ընդհանրապես ոլորտից ծանոթ չես, ոնց որ ասենք Նուրիմ էլի իմ սիրած ասենք Արտուր Ալեքսյանը, որ մեր լավագույն սպորտսմեններից մեկն է, գա դառնա օրինակ մեր երկրում, չգիտեմ, էկոնոմիկայի նախարար։ Ինքը մեր փառահեղ անձերից մեկն է նոր անկախության, չէ՞։ Բայց արի ու տես, որ այս մարդուն հանգիստ կարող են վերցնել դնել էկոնոմիկայի նախարար։ Թող ինձ ների Արտուր Ալեքսանյան, որ իր անուն եմ տալի, ես չգիտեմ, կրթության բանը իրավորն է, հա, բայց ես ընդհանրապես օրինակն եմ բերում հայտնի մարդու վրա։ Հիմա եթե մարդը չունի փորձ, չունի գիտելիք, այդ ճանապարհը չի անցել, ինքը նույնիսկ եթե լավ մարդկային որակներ ունենա, գործերի նախարար Արամ ջան։ Արաս Միրզոյանի արվեստագիտության կրթություն ունի, երբեք դիվանագիտական, ասենք, որը համակյանցել չի եղել, մարմիններում չի աշխատել, չի ծառայել, տենց գործունեություն չի ունեցել, արտաքին կապերի ստորաբաժանում չի ղեկավարել, մեկ էլ միանգամից արդեն արտաքին գործերի նախարար։ Նույնիսկ եթե մոռանանք, որ ինքը հայտնի գործակալ է, որի մասին ինքը ընդունել է, որ ինքը օմեգան է, չէ, վերցնենք, որ ինքը մեզանից էլ ավելի լավ մարդ է, շատ լավ քաղաքացի է, բան է։ Ինքը նույնիսկ եթե շատ ուզենա, չի կարա ոլորտը լավ տանի, որովհետև ուղղակի ինքը դրա ռեսուրսը չունի։ Էլի հետ գնամ սպորտին, հա, ինչքան էլ ես ուզում եմ որ Հայաստանի համար լավ լինի, քանի դեռ ես Ինչքան էլ ֆուտբոլ սիրում ես, կանում ծառաձողով չեմ պարապել 20 տարի, գնալու եմ օլիմպիական խաղերին խայտառակեմ իմ երկիրը։ Կամ ինչքան էլ որ ֆուտբոլ սիրում ես, չես կարա գնաս ֆուտբոլի, ասենք Ռոնալդոին չեմ կարա պահեմ, որ մեր խաղերին 9 գոլ չխփի, ամեն երկրորդ խաղին 9 գոլ է խփում մեզ։ Արամ, այստեղ արի ես վերջի թեման էլ բանենք, ստեղից արի անցում գանք մի հատ էս պաշտոնների այդ տարբերակված համակարգին, ուրեմն այնտեղ վարչական պաշտոններ, հայեցողական պաշտոններ, այստեղ ուրեմն բաներ կան, տարբերակված համակարգեր կան պաշտոնների, որոնց հատկապես եսի նկատի ունեմ այս հայեցողական պաշտոնները, անկեղծ ասած ես փորձել եմ ուսումնասիրել, բայց այդքան էլ լավ չեմ կարողանում հասկանալ, ի վերջո ինչու այդ պաշտոնների համար, օրինակ պաշտոնների մի խմբի համար պահանջվում է բարձրագույն կրթություն, պետական ծառայության, մեկ այլ խմբի համար չի պահանջվում բարձրագույն կրթություն։ Այդ օրենքը կարդում եմ ու նայում եմ ու ինձ համար տարօրինակ է մնում։ Կարող է իսկապես դա հիմնավորված է, որ ոչ բոլոր պաշտոններն են, որ պետքա ասենք օրինակ ասենք չունենան բարձրագույն կրթություն, միջին մասնագիտական կրթություն, խորհրդականի պաշտոնը օրինակի համար։ Ասենք խորհրդականի պաշտոնը, բարձր պաշտոնյաների խորհրդականի պաշտոնի համար նայում եմ, ասենք բարձրագույն կրթության բան չկա, անկեղծ ասած չեմ հասկանում։ Ծառայություն ոլորտում աշխատել ես, կարող է ինչ-որ տենց քննարկվել է ու դրա մեջ տրամաբանություն կա, ասենք որ պետք է չլինի։ Միանշանակ տրամաբանություն կա, այլ բանա թե դա ոնց է կիրառվում, հա։ Օրինակ վերցնենք նորից կրթության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Ակնհայտ փաստ է, որ մեր սպորտսմենների մեծ մասը բարձրագույն կրթություն չի ստանում, որովհետև ինքը իր ամբողջ կարիերան պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվել, ժամանակը չի հերիքել, անդադ գործողումների մեջ ա եղել եւ այլն, հա։ Բայց դիցուք դուք վաղը դառնում եք կրթության, մշակույթի, սպորտի նախարար, Մենուա ջան, դուք գիտության մարդ եք, դուք չեք կարող համ կրթության մարդ լինեք, համ սպորտի մարդ լինեք, համ մշակույթի, ճիշտ է։ Հիմա ձեզ պետք է մարդկանցով շրջապատեք, որոնք գոնե ոլորտին ծանոթ են, ոլորտի խնդիրներին ծանոթ են։ Դուք բերում եք իմ ասած հայտնի սպորտսմեններից մեկին, բերում եք նշանակում եք ձեզ խորհրդական, որ ինքը ձեզ համապատասխան ոլորտների մասին խորհուրդներ տա, քաղաքական որոշումը ձերն է, բայց ախր այդտեղ էլի գալիս են մեր հայտնի քաղաքացիական պայմանագրի ժողովուրդը, որոնք ամբողջ իրենց քաղաքական կապիտալը ստեղծել են խնամի բարեկամ ծանոթ այդ սկզբունքի դեմ արտահայտվելով, ու մեկ էլ եկան 10 խորհրդական, 15 խորհրդական, 18 խորհրդական, թվեր ես լսում, որ ասենք իմ աշխատած ժամանակները դա այդ խորհրդականները բացառիկ դեպքեր էին, հա, 1-2, որն էլ այնպիսի հատկություններով էր օժտված, որ պետությունն ասում է
լավ, աշկս կփակեմ, այս մի դեպքն է, թող սենց լինի, հա, այդ կոնկրետ հատուկ դեպքեր է, որ այս մարդը, ասենք, չգիտեմ, ինքը պատերազմի մասնակցել է, այնքան ֆենոմենալ տաղանդավոր մարդ ա եղել, Նապոլեոնը պետքա գար իր մոտ սովորեր այդ մարտարվեստին կամ Սուվորովը, ջանդեմ կրթություն չունի, արի տանենք դնենք պաշտպանության նախարարի խորհրդական, իր խորհուրդները հերիք ա, բայց տես չէ էլի, մենք տեսնում ենք, չէ, այդ հաստիկները ինչ են անում, փակում են նորմալ հաստիկները, որպեսզի այդ հաստիկը վերաձևակերպեն, դարձնեն ձեր ասած խորհրդական, օգնական, որտեղ իրանք ուզում են բերեն իրանց մորակրոշ տղային Իշխանություն պահելու մեծ մասամբ դեպքերում վստահեցնում են, որ նախարարության աշխատողները չգիտեն, որ իրանք այդպես խորհրդական ունեն։ Այն ժամանակ, երբ որ մենք աշխատում ենք, չեմ ասում, որ այն ժամանակ իդեալական եղել, բազմաթիվ թերություններ են եղել, բայց եթե աշխատողը չէր կարողանում, օրինակ հարգելի պատճառներով նախարարին հանդիպել, ասենք նախարար, չգիտեմ, գործուղմանա 3 օրից նոր վերադառնալու է, ինքը գնում էր խորհրդականի մոտ, որտեղ խորհրդականի հետ դետում էր կոնկրետ հարցը քննարկում էր, նա փոխանցում էր նախարարին կամ ինքն էր տեղում լուծում տալի։ Հիմա այդ խորհրդականների ինստիտուտը կամ խորհրդատուների ինստիտուտը հետևյալն է, ընդունենք գործի, հողը կստանա, մեր սիրելի պարգևավճարը կստանա, ոչ մեկ իրան չի ճանաչի, ոչ մեկ իր մասին չի իմանա, այդ մասին իմանում են միայն անձնակազմի կառավարման վարչության որոշ դեպքերում բոլոր աշխատողները, բայց հիմնական վարչության պետին էլ խիստ հանձնարարվում է մարդու չասես կամ ամենավստահելին ասա։ Այդ դրա համար է։ Իրականում այդ ինստիտուտը շատ կարևոր է, բայց ինքը ամենաշատ չարաշաման տեղն է տալիս։ Բացենք ցանկացած նախարարության կայք, կտեսնենք ինչքան ունեն։ Մեր իհարկե թեման կարելի է շարունակել, բայց այս պահի դրությամբ առաջարկում եմ այսքանով սահմանափակվենք, ամեն դեպքում ինչ խնդիր, որ մենք քննարկեցինք, կարծում եմ լուծման որպես այդպիսին հիմնարար մոտեցում, էլի գալիս ենք հանգում ենք քաղաքական կամքի գաղափարին։ Եթե քաղաքական կամքիդ բովանդակությունն է պարզապես իշխանությունդ վերարտադրելը, այն ինչ որ կա, այն խնդիրները որ կան, շարունակելու են, խորանալու են ու այդպես շարունակվելու է պետության ձախողումը։ Եթե քաղաքական կամքի խնդիրը այո պետությունը տարանջատելն է քաղաքական իշխանությունից ամեն դեպքում, ապա այս պարագայում թե հանրային վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ կարելի է լուծում տալ, օրինակ գերատեսչությունների այդ հաշվետվությունները ավելի վերլուծական դարձնել, մարդկանց համար ավելի հասկանալի դարձնել, թե պետական ծառայողներին, ասենք, որոշակի ինքնավարության երաշխիքներ տրամադրել, որ հանկարծ ասենք որպես մարդ մի հատ ասենք ասած կարծիքի կամ ինչ-որ մի հատ ընդդիմադիր գործչի հետ հանդիպման համար չդնեն, ասենք գործից անել, թե հատկապես ինչպես վերջի կետն ենք նշում կրթական ցենզերը հստակեցնել, հստակ սահմանել, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր կոմպետենցիայի ոլորտում հնարավորինս լինի Adekvat։ այո, adekvat ու այս վերջին շրջանում ցավոք սրտի սովորական դարձած այս արատավոր երևույթներից կարողանանք խուսափել։ Սա մեր այս տարվա 2025 թվականին է իհարկե մեկնարկել մեր Հայակվե հիմնասյուներ խորագրով շարքը զրույցների, սա մեր վերջին, այս տարվա վերջին զրույցն է, մեկ քարի տարին ավարտենք ոնց որ հույսով, որ մյուս տարի հատկապես շատ կարևոր տարի է, ընտրական տարի է, հույս ունենանք, հույս հայտնենք, որ նոր էջ կբացվի մեր պետության պատմության մեջ։ Շնորհավոր ենք մեր հայրենակիցների ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորին ցանկանանք առողջություն, ընտանեկան երջանկություն։ Քեզ էլ եւս մեկ անգամ շնորհակալություն Արամ ջան։ Ես էլ եմ միանում շնորհավորանքներին, առաջերտին մեր սահմանները անսասան մնան, մեր զինվորների մայրերը միայն ուրախության արցունքներ թափեն, մեզ համբերություն 26 թվականը էլ ավելի բարդ լինելու, հուսով ենք կհեռացնենք սրանց իշխանությունից եւ այդ ժամանակ ցույց կտանք, թե ինչպիսին պիտի լինի պետական ծառայողի կամքը ու նվիրվածությունը սեփական պետությանն ու իր շահերին։ Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն, հաջողություն։